Մեզ շատ են գրում փոքր բիզնեսի ներկայացուցիչները, վերջին ամիսներին նրանք հայտնվել են միաժամանակ մի քանի ճնշումների տակ, հարկային բեռի աճ, հաճախ փոփոխվող կանոններ, թվայնացման նոր պարտադիր պահանջներ եւ վերահսկողություն, որտեղ անգամ տեխնիկական սխալը կարող է դառնալ մեծ ու չհիմնավորված տուգանքների կամ աշխատանքի խափանման պատճառ։ Արդյունքում հազարավոր մարդիկ աշխատում են մշտական լարվածությամբ ոչ թե զարգանալու, այլ պարզապես իրենց գործը պահպանելու համար։ Այս մտահոգությունները մեր կողմից լսվել, մանրամասն ուսումնասիրվել են եւ մենք պատրաստ ենք դառնալ ձեր ձայնը։ Սկսում ենք պարբերական հանդիպումներ փոքր բիզնեսի ներկայացուցիչների հետ Երևանում եւ մարզերում։ Մեզ պետք են կոնկրետ թվերը, որտեղ է ամենամեծ վնասը, որ պահանջն է անհամաչափ, ինչն է ավելացնում ծախսը եւ որ կետում է պետությունը պարտավոր օգնել, ոչ թե խանգարել։ Առանձին ուշադրություն ենք դարձնելու գյուղական փոքր կրպակներին ու խանութներին։ Այնտեղ յուրաքանչյուր նոր պահանջ կրկնակի բեռ է, տեխնիկա ու կայուն ինտերնետ միշտ չկա, հաշվապահ պահելն անհնար է, իսկ մեկ սխալ փաստաթուղթը կարող է դառնալ ընտանիքի ամբողջ եկամտի կորուստ։ Մենք ուզում ենք հասկանալ, ինչ բացառություններ ու անցումային լուծումներ են պետք հենց նրանց համար, ինչ պարզ գործիքներ եւ տեղում աջակցություն պետք է ապահովվի եւ ինչպես փոխել վերահսկողության տրամաբանությունը, որպեսզի յուրաքանչյուր սխալ նախ ուղղվի ու կանխվի, ոչ թե անմիջապես վերածվի պատժի։ Փոքր բիզնեսը պետք է հնարավորություն ունենա աշխատելու, աճելու եւ օրենքով պաշտպանված լինելու։ Մենք սկսում ենք այս գործընթացը այսօր, լսելով, ձևակերպելով լուծումներ եւ դրանք հասցնելով քաղաքական ու օրենսդրական փոփոխության մակարդակի։ Մեկնաբանություններում գրեք, ինչ խնդիր ունեք եւ ինչ եք մտածում հանդիպման գաղափարի մասին, որպեսզի սկսենք քննարկումները ու միասին գտնենք գործնական լուծումներ։